ՊՊՑ գնդի տարածքում գիշերը հանգիստ է անցել, սակայն ներսում գտնվող անձին այլ խնդիրներ ունեն։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը գալային փոխանցեց, որ ունեն սննդի խնդիր, երկրորդ օրն է իրենց սնունդ չի փոխանցվում եւ բացի այդ, իրենց զրկել են նաեւ բժշկական օգնությունից։ Բարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող բժիշկներին հեռացրել են տարածքից եւ ներկայումս ոստիկանական կուտակումներ կան, ինչն ըստ Վարուժան Ավետիսյանի ենթադրությունների տեղիք է տալիս։ Բժիշկներին տարանել մեծ բժիշկ չեն ուղարկում, փոքր քանակությամբ սնունդ եւ սիգարետ էին ուղարկում, դա էլ այլևս չեն ուղարկում, արդեն երկրորդ օրն է, հասկանալի է, որ եթե բժիշկներին տանում են, այլևս սնունդ չեն բերում եւ ավելի են խստացնում ցեղում օղակը, նշանակում է, որ ուրիշ հատուկ գործողության են պատրաստում, որում եթե բժիշկներին են անում, ուրեմն չթույլատրված մեթոդներով հատուկ գործողություններ պետք է կատարեն։ Հիմա այս պահին բարիստների մոտ տարբեր տեղերում կուտակված ոստիկանական ուժեր կան։ Ժողովուրդը պիտի իր անելիքը անի։ Սա համաժողովրդական պայքարի հարց է։ Ժողովուրդը ինքը պիտի իր ապագան կերտի։ Մենք կարող ենք օրինակ ծառայել, կարող ենք վճռական գործողություններ կատարել, կարող ենք ամեն առումով օգնական եւ աջակից լինել, բայց մենք չենք կարող ժողովրդի փոխարեն ժողովրդի գործը անել։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ ոստիկանական գործողություններին։ Մենք օկուպացիայի վիճակում ենք, մեր երկիրը օկուպացվել են յուրային տականքի դավաճանի ձեռքով։ Ես մեր ժողովրդին ենթարկում են գերեզման բռնությունների արտագաղթեցնում են երկրից, դա փաստ է, որը շղթել չի կարելի։ Հիմա մենք գործ ունենք ներքին թշնամու հետ։ Ուղիղ պիտի խոսենք, որ կա ներքին թշնամի։ Այսօր Հայաստանի վարչախումբը իր յուրային համակարգով այս ժողովրդի թշնամին է եւ նրա հետ պետք է վարվել այնպես ինչպես վարվում են թշնամու հետ։ Մեր ժողովուրդը պետք է դա գիտակցի եւ ավելի մեծ ուժով դուրս գա փողոց, որ ժողովուրդը չմտածի, որ դա ուղղակի վատ իշխանություն է, դա մարդիկ են, որոնք սխալներ են ցույց տալիս, դաժան են, անմասկային են, չգիտեմ ինչ են, չկա նման բան։ Ուղիղ, կարմիր գիծ, այս կողմ կամ այն կողմ թշնամի են եւ վերջ, ներքին սարդարապատ։ Դա է մեր կոչը, մեր հորդորը, մեր ժողովրդին։ Ապրել մեռնելու հարց։ Պարոն Ավետիսյան, կամ չենք լինի։